Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Արագածոտ TV եթերում շարունակում ենք մեր հաղորդաշարը, որը նվիրված է Արագածոտի մարզի եկեղեցիներին։ Այսօրվա թողարկման ընթացքում կպատմեմ Սուրբ Նարեկ մատուռի մասին։ Սուրբ Նարեկ մատուռը հայ առաքելական եկեղեցու մատուռ է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում։ Այն կառուցվել է 2012 թվականին Պապեի Նարեկ անվամբ հայտնի սրբավայրի տեղում և ոտվել է 2012 թվականի օգոստոսի 25-ին։ Պատմությունը։ Ապարանի Քյուլուջա գյուղում այժմ Վարդենիս դարեր շարունակ պահվել է մի ավետարան, որը կոչվել է Պապեի Նարեկ։ Գիրքը պատկանել է մի ընտանիքի, որի նախավոր անունը Պապե էր։ Նարեկ անվանումը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ դա Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության աշխատությունն էր, այլ նրանով, որ չնայած ավետարան լինելուն, այն համարվում էր բժշկող և հրաշագործ։ Խոսքը 1710 թվականին Կոստանդնապոլսում տպագրված հրաշագործ բժշկության ավետարանի մասին է։ Այն երկար տարիներ գտնվել է Պապեի և նրա հարազատների տանը գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ։ Ժամանակի ընթացքում ժառանգները տեղափոխվել են արտերկիր, իրենց հետ տանելով նաև Սուրբ Գիրքը, սակայն այդ տունը նույնիսկ առանց գրքի գյուղացիների համար դարձել էր սրբավայր։ Այնտեղ դրվում էին սրբապատկերներ, վառվում մոմեր և հնչում աղոթքներ։ Մատուռի կառուցումը 2010 թվականին, երբ որոշվեց վերակառուցել գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին, որոշում կայացվեց նաև Փլուզման եզրին գտնվող այդ տան տեղում կառուցել մատուռ, որտեղ հետագայում պետք է տեղադրվեր Պապեի Նարեկը։ Արտերկրում բնակվող ժառանգների հետ կապ հաստատելուց հետո գիրքը տեղափոխվեց Հայաստան։ Անշուշտ 2 տարի վերականգնողական աշխատանքներ անցավ Մատենադարանում, որից հետո հատուկ պահպանման պայմաններում տեղադրվեց Սուրբ Նարեկ մատուռում։ Նկարագրություն։ Բարերար Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 2011 թվականին մեկնարկեցին մատուռի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին 2012-ին։ Նույն թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ մատուռի ոցման արարողությունը։ Սուրբ Նարեկ մատուռը փոքր շինություն է, երկարությունը 4,15 մետր, լայնությունը 3,10 մետր, բարձրությունը 4,60 մետր։ Մատուռի հետևի հատվածում Սուրբ Սեղանի հետևում կա խաչաձև պատուհան։ Ներսի մակերեսը կազմում է 7 քառակուսի մետր։ Այստեղ կա մոմավառության համար նախատեսված սեղան։ Տեղադրված է 173 սանտիմետր բարձրությամբ և 90 սանտիմետր լայնությամբ փայտե դուռ, որի վրա փորագրված է հայկական խաչը։ Ներսում դրված է նաև Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության աշխատության տպագրություններից մեկ օրինակ ոսկեզօծ կազմով։ Ավանդույթը։ Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղում ձևավորվում է գեղեցիկ հոգևոր ավանդույթ։ Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվող պատարագից առաջ հավատացյալների թափորը հոգևոր դասի առաջնորդությամբ շարժվում է դեպի Սուրբ Նարեկ մատուռ։ Տարվա մեջ միայն այդ օրը մատուռից դուրս է բերվում 1710 թվականի Կոստանդնապոլսում տպագրված հրաշագործ ավետարանը և հանդիսավորությամբ տեղափոխվում Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այդ օրը ուխտագնացության օր է, հավատացյալները հնարավորություն են ստանում հաղորդակցվելու Պապեի Նարեկի հետ, իսկ եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ և հաղորդության կարգ։